Ում կտայիք ձեր ձայնը հօգուտ Հայաստանի եք ընտրելու, թե Արևմտյան Ադրբեջանի։ Իհարկե Հայաստան, ինչ Արևմտյան Ադրբեջան։ Մենք պայքարելու ենք, նման բան չի լինելու։ Մի բերեք ադրբեջանցիքին լցեք ստե, միակ երկիրն է, որ լեբ-լեց ունենք հայերով։ Նման կործանման ծրագիր, ասում եմ, անելու է այն մարդը, ով որ գնա Նիկոլ Փաշինյանին ընտրի։ Երբ որ ընտրեցին, ամենավատ բանը լինելու է Հայաստան աշխարհի հետ։ Եթե մեր մեջ հայ այրունը կա, վերջի պահին կարտնանա կհասկանա, որ երգիրա կորցնեմ, որ ինքը հայ է, չի ծնվել լապ ուտելու կամ կուտակելու համար, հայրենիքը փրկելու համար, ինքը ճիշտ ուղու վրա կանգնի։ Ադրբեջան հասկացողություն ինձ համար գոյություն չունի, դա արեստացին պետություն է, համար մեկ է դրան, որին ես բնավ ցայն չեմ կարա տամ։ Միանշանակ Հայաստան, բայց ուժեղ Հայաստանին։ Ունենք մի կարևոր Սամվել Կարապետյան, բարերար մարդ, ով եկել է ուզում է իր երկրում անի մի հատ շատ լավ բան, էլ չմանրամասնեմ։ Այսինքն եթե ես բարերարին թողեմ, ցայնը ում տամ։ Եթե մի մարդ իր ունեցած ռեսուրսները օտար երկրում ասենք շատ ինչ որ քարոփշո ճանապարհներ անցնելով հասել է շատ մեծ բաների ու մտածում է իր հայրենիքի մասին, միջև էս քաղաքական թեզերը։ Եթե նման քայլը գնացել ու բերել է ուզեցել է երկիրը շենացնի, ծաղկացնի, մի լավ բան անի այս երկրի համար ու իր սեփական միջոցներով, ուրեմն նշանակում է այդ մարդը արժանի է նաև ստանձնի Հայաստանի ղեկավարի պաշտոնը։ Չեմ մանում, էլի թուրքիններ էլ մեկ հանցագործություն նշանակում արտոնել երկու նորեր է նրան, որից այսօր մեծամասնությունը այս ազգին նույն այդ հիմար ճանապարհն ապրել գնում են դրա հետևից։ Թուրքիայի հետ եղբայրություն չի կարող լինի, որովհետև թուրքը նույն թուրքն է երեք, այսօր եւ վաղը։ Բարձ չի Հայաստանի։ Բարձ չի որ Հայաստանի։ Ապրում եմ Հայաստանում, պետք է ընտրեմ հոգուտ Հայաստանի։ Ինչ Արևմտյան Ադրբեջան։ Ախր կարդացած չեն այդ մարդիկ, ինչ ասեմ, կարդացած, եթե կարդացած լինեին, Նժդեհը ժամանակին ասեց, եթե մենք կորցնենք Արցախը եւ Զանգեզուրը, Սյունիքը, դա նշանակում է հզոր տապանակար դնել հայոց աշխարհի վրա, ոչ թե Հայաստանի, այլ հայոց աշխարհի վրա ընդհանրապես, բայց այս մարդիկ Արցախը չկոտրվեց, Արցախը հանձնեցին, ծախեցին, իսկ հերթը արդեն Սյունիքինն է։ Հետևությունը թողնում եմ ձեզ։ Միանշանակ Հայաստանի, որտեղ յուրաքանչյուր հայ Արևմտյան Ադրբեջան ասած հասկացողությունը չի ընկալում, չի ընդունում, ես միանշանակ Հայաստանի, կայուն, հզոր եւ անկախ Հայաստանի։